Սահմանամերձ այս գյուղը նախկինում բնակեցված է եղել 80-ից ավելի ընտանիքներով։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև այդպես էլ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, եւ ներկայում եղած փակ սահմանները ժառանգություն են մնացել 1990-ականներին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Այսօր արդեն Խարկով գյուղը դատարկված է։ Գյուղի վերջին երկու ընտանիքները տեղափոխվեցին 3 տարի առաջ, այն թողնելով տարեց ամուսիններին։ Առաջ 80 տնտեսություն եղել աստեղ։ Սա գնացին երեխեքի պատճառով, ես էլ գյուղի դպրոցն ա եղել։ Իքա տիպային են ժամանակվա համեմատ տիպային լավ դպրոց է եղել։ Ամեն մեկն իր երեխի դարձից 14 կիլոմետր դի ոտքով գնային դասի գային։ Ես երեխեքին առան գնացին։ Չնայած գյուղում միայնակ ապրելը դժվար է, պատմում են նրանք, սակայն 50 տարի այստեղ ապրելուց հետո արդեն սովորել են պայմաններին։ Մարդիկ գնում էին չդիմանալով գոյություն ունեցող սահմանային ռեժիմին, գյուղի դպրոցը 4-ամյա էր, չկային նորմալ ճանապարհներ։ Այսօր տարեցների միակ զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է։ Անասունինք պայեմ, խոզինք պայեմ, ոչխարինք պայեմ, մեղու ունենք, մեծ մեղվան տանիք ունենք։ Մեղուն գիտես տեղ ինչքան ստեղի մեղուն, ընտիր մեղու է։ Մեղրենք ստանամ։ Լոբի ենք տնեմ պամիդոր, ռեդիսկայինք դրև, բանին, քալամինք դրև, ստեղ է շիտն բացելին ցուլիկներն եկե մտեկեր էլի, սա քանդեցի ես։ Տարեցների միակ հյուրերը սահմանապահ զինվորներն են, ովքեր մշտապես օգնում են նրանց։ Ամուսիններն էլ իրենց հնարավորության չափով օգնում են զինվորներին։ Տարիների ընթացքում պայմաններ են ստեղծել գյուղում ապրելու համար։ Դժվար է, բայց իրենք գնալու տեղ չունեն։ Մեր անասունները փողվե դուրսին էլի չի կարա ներսանել, ճղացի դուժուրնի մեգի տատ ինչ եղե, աստղիկ ջան մի հատ եկեք մեր անասուններ բան դուրս են եկել 4-5 հատ սալտատիկան օգնեցին, ներսարեցին բան գալիս հարցնում են տատիկ պապիկ ինչ կա օգնելու ձեզ օգնենք ի վիճակի լինեինք մեր ուժերը պատեր շուտ կգնայինք ինչինք մնամ ստեղ թուն իրենք վառեմ բան դես օջախով բանով յուլային գնում ծմերել Պես վառարան ենք դնում, վառարան ենք վառ, փայտ ենք վառում, աթար ենք վառում, ինչ որ լինում է։ Հնարավորություն լինելու դեպքում մենք էլ կլքեինք, առանց այն էլ լքված գյուղը, հոգնած միապաղաղ կյանքից դժգոհում էին տարեցները ու վերջում ավելացնում։ Երկու ծերուկներով պաշտպանում ենք մեր սահմանը։ Փայլակ Վարադյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։